Պարոն Հարությունյան, ընդհանուր առմամբ ինչ սպասելիքներ այս դատականիստից եւ որքան տեղյակ եմ չկա, չէ, ուղիղ ցուցմունք այս գործով Արշակ Սրբազանի դեմ։ Նախ առաջինը ինչ սպասելիք, ես հասկանում եմ ձեր հարցի ենթատեքստը, որովհետեւ մենք այնպիսի իրավիճակում ենք, որ կարելի ասել արդեն ամեն ինչ նախորոք երբեմն շատ հաճախ կանխորոշված է լինում, բայց ինչևէ եթե այստեղ եմ, ուրեմն հույս ունեմ, որովհետև գիտեմ, որ ի սկզբանե անհիմն էր կալանքը բավարար արելը եւ հույս ունեմ, որ այսօր գոնե որոշակի փոփոխություն կլինի Սրբազանի խափանման միջոցի պարագայում։ Հասկանալի է ինչ է կատարվում մեր երկրում, այս ամբողջ իրավական համակարգում ճնշումները, դատավորների նկատմամբ, ԲԴԽ համակարգի կողմից, բայց ինչևէ հույս ունեմ։ Այս գործով իրեն ապացույցը անհայտացել է, ինչ կարող եք այդ մասին ասել եւ արդյոք դա կարող է ընդհանուր դատական գործընթացի վրա ազդել, այսինքն փաստաբանների մարտավարության։ Այս պահին որևէ ստույգ պաշտոնական ինֆորմացիա չկա, թե դա համապատասխանում է իրականությանը, թե չէ, կփորձեմ ամեն դեպքում այսօր քննիչներին տեսնելով ճշտել։ Ինչ վերաբերում է մարտավարության տեսանկյունից, այո, կարծում եմ դա ինչ-որ արժեքավոր բան կփոխի, մնացածը ժամանակը ցույց կտա։ Անհրաժեշտ լավատեսական է, հա, ձեր մոտեցումը միջնորդությունը քննելու կարգոյանը, իդեպ 3 փաստաբան 3 օր առաջ դատավորը Ներողություն, ես չասացի, որ լավատեսական, ես ասացի հույս կա, հույս միշտ կա, մանավանդ գործի մանրամասներին տեղյակ լինելով, այդ հույսը իրավական պետության պարագայում կլիներ համոզմունք, մնացածը ժամանակը ցույց կտա, լավն էր ձեր այդ մեջբերումը այդ երկու դատավորների հետ կապված, ցավոք երբեմն արդեն զավեշտի է վերածվում այն մակագրությունները ինչ որ տեղի է ունենում, երեք Ռուբեն Ներմելիքյան շատ հետաքրքիր հիմնավորումով ներկայացրել այդ մաթեմատիկական հաշվարկը, բայց որ իրականում տրամաբանությունից դուրս է, որովհետև այդպիսի զուգադիպություն չի կարող լինել, որ 4 կալանավայրում գտնվող սրբազաններից, ասենք 3-ի գործը մի դատավորի մոտ գտնվի, ինչևէ, տեսնենք ինչ կլինի։ Վերջին անգամ տեսակցել եմ 3-ի առաջի օրը, տրամադրությունը ինչպես մի շատ լավ էր, այս ամենին կարելի ասել իր բնավորությանը, իր տեսակին հարիր կերպով շատ կարելի ասել հումորով է վերաբերվում, եթե ոչ հեգնանքով, գիտակցելով հասկանալով, որ այս ամենի նպատակը եւ պատճառը նմանատիպ սրբազաններին, ինչպիսին է ինքը, Բագրատ Սրբազանը, Միքայել Սրբազանը, մեկուսացնելն է, Մկրտիչ Սրբազանը, մեկուսացնելն է, որպեսզի այն արշավը, որ տեղ է ունենում հայ առաքելական Սուրբ եկեղեցու դեմ, իրականացվի ավելի մեծ թափով, որովհետև այդ անազատության մեջ գտնվող սրբազանները պարզ է, որ իրենց դիրքով, իրենց հեղինակությամբ, իրենց ժողովրդի մոտ վայելած հեղինակությամբ առաջի հերթին կկարողանային կանխել այս արշավը եւ դրա համար իրենք անազատության մեջ են։ Ի նկատի ունեք այն 3 որ մեղադրանք միանշանակ դրա շրջանակներում է, մենք նախորդ կանխատեսում ենք, որ դա տեղի ունենալու, որ ամեն ինչ արվելու է, որպեսզի եւ վեհապարի եւ սրբազանների ելքը կանխվի Հայաստանից, որպեսզի այն ժողովը, որ տեղի է ունենալու չլինի, դա սպասելի էր, կանխատեսելի էր, գիտեք, ամեն ինչ արվում է, որպեսզի այդ արշավը հայ առաքելական եկեղեցու դեմ, որ այդ ամոթալի արշավը, որ իրականացվում է, իրենց նպատակին հասնեն, ի կատարածվի, բայց ես դեռևս տարի ու կես 2 տարի առաջ եմ հարցազրույցով նշել, որ չի կարող մի խմբակ
հաղթել 1700-ամյա եկեղեցուն, որը անցել է մոնղոլ թաթարներով, բոլշևիկներով, արաբներով, տարբեր արշավներով, արշավանքներով եւ միշտ հաղթած է դուրս եկել։ Ես եմ շնորհակալ։